Վրաստանի համայն կաթողիկոս պատրիարք Իլյա II տեղափոխվել է Կովկասյան բժշկական կենտրոն առողջական վիճակի վատթարացման պատճառով, անցկացրել են հետազոտություններ և բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։ Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդը ընդունվել է ստամոքսից մեծ առնահոսությամբ։ Նրա վիճակը այժմ ծանր է հոմոդինամիկան անկայուն։ Ներքին գործերի նախարարությունը Աջարիայում ձերբակալել է 72 անձի, ովքեր կողական աշխարհի հետ կապ են ունեցել։ 5 անձի էլ մեղադրանք է առաջադրվել, նրանց թվում կա օրենքով գող։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Գեկա Գելաձեն։ Ինչպես նշել են ճեպազրույցում, ձերբակալվածները մեղադրվում են հանցավոր աշխարհին անդամակցելու, հանցավոր աշխարհի գործունեությանը աջակցելու, հանցավոր հավաքույթների մասնակցելու և հանցավոր աշխարհի անդամին դիմելու մեջ։ Վրաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրեց իր ամենամյա զեկույցը։ Շալվա Պապուաշվիլին անդրադարձավ օրենսդիր մարմնում վերջին 1 տարվա ընթացքում կուտակված արդիական խնդիրներին։ Երկրի ազգային շահերը, արտաքին միջամտությունը, շարունակական ապատեղեկատվությունը, ձախողված հեղաշրջումը և այլ կարևոր հարցեր։ Սա խորհրդարանի նախագահի ելույթում շեշտադրածի փոքր ցանկն է։ Խորհրդարանը արագացված կարգով կքննարկի կառավարության կողմից պատրաստած փոփոխությունները 6 տարուց ավելի հին տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման վերաբերյալ։ Նախագծում նշվում է, որ 0-ից մինչև 6 տարեկան ներառյալ տրանսպորտային միջոցների ակցիզային հարկի դրույքաչափը կորոշվի շարժիչի ծավալի 1 սանտիմետր խորանարդի համար 1,5 լարի, իսկ 6 տարուց ավելի հին տրանսպորտային միջոցների համար 4,5 լարի։ Թբիլիսիի քաղաքապետարանի «Սովորիր և ստացիր» աշխատանք մասնագիտական ուսուցման ծրագիրը մտնում է նոր փուլ և կսկսի մասնակիցների ընդունելությունը մարտի 17-ից, կտևի մինչև ապրիլի 1-ը։ Ընթացիկ տարի ծրագրում ընդգրկված է 2000 մարդ, ունի 80 ուղղություն և ուսուցումը անվճար է։ Պետական հաստատություններից բացի ծրագրին մասնակցում են նաև մասնավոր հատվածը։ Այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի և Վրաստանի բիզնես ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր։ Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել dasakmd.gi կայքում։ Ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչությունը ձերբակալել է անվտանգության ոստիկանության և բարեկային ոստիկանության վարչության 2 աշխատակցի։ Հետաքննությամբ պարզվել է, որ Թբիլիսիի գլխավոր վարչության բարեկային տեսուչը կաշառք է վերցրել ներքին գործերի նախարարության տեղեկատվական կենտրոնի տվյալների բազաներում տարբեր անձանց անօրինական կերպով ստուգելու և համապատասխան տեղեկատվություն տրամադրելու դիմաց։ Հանցագործությունը նախատեսում է 6-ից 9 տարի ժամկետով ազատազրկում։ Սահմանային ոստիկանությունը ձերբակալել է 3 անձի պետական սահմանը անօրինական կերպով հատելու փորձի համար։ Հետաքննությամբ պարզվել է, որ 2 մեղադրյալ սահմանային անցակետը շրջանցելով Թուրքիայի Հանրապետությունից անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը և մտել Վրաստան, իսկ 1 մեղադրյալ շրջանցելով սահմանային անցակետը փորձել է անօրինական կերպով հատել Վրաստանի պետական սահմանը Վրաստանից դեպի Թուրքիայի Հանրապետություն։ Հանցագործությունը նախատեսում է 5 տարի ժամկետով ազատազրկում։ 2022 թվականին ընդունված օրենքի համաձայն արյան նվիրատվությանը վերաբերող օրենքը ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից, իսկ առողջապահության նախարարությունը որոշել է երկարաձգել նշված ժամկետը։ Այդ նպատակով գործակալության հեղինակությամբ պատրաստվել են օրենքների նախագծեր տարբեր օրենքներում փոփոխություններ կատարելու նպատակով։ Ինչպես այսօր առողջապահության կոմիտեում բացատրեց փոխնախարար Իրինե Ցակաձեն, Վրաստանում կամավոր արյան նվիրատվությունը կազմում է ընդհանուր նվիրատվության 45-ից 50%, ինչը նշանակում է, որ երկիրը պատրաստ չէ մոտ ապագայում լիովին անցնել կամավոր արյան նվիրատվության սկզբունքին։ Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակությունը և ոլորտը պատրաստ լինեն փոփոխությանը։ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում վրացական գինի արտադրողների 26 ընկերություններ կմասնակցեն աշխարհի ամենամեծ գինու և ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսներից մեկին։ Ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ վրացական գինու մասնագիտական ներկայացում և համտես, որտեղ
Վրացի գինեգործները եւ գինու վարպետները տվեցին ճաշակել գինին։ Վրացական գինուց բացի ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվեցին վրացական խոհանոցը եւ նրանց տարազը։ Առաջին դասարան կարող են ընդունվել նաև այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 31-ը կդառնան 6 տարեկան։ Համապատասխան փոփոխությունները ներառված է ընդհանուր կրթության մասին օրենքի անցումային դրույթում, որը կրթության հանձնաժողովը աջակցեց առաջին լսման ժամանակ։ Փոփոխությունը վերաբերում է բացառիկ կանոնը եւ կլինի միայն մեկանգամյա։ Հարցը խորհրդարանը կքննարկի արագացված կարգով։